Մայամիում նախատեսված G20 գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում Հայաստանը չկա, մինչդեռ ոչ անդամ երկրներից ներառված են Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ այլն։ Փորձագետները սա դիտարկում են ոչ միայն որպես դիվանագիտական որոշում, այլև աշխարհաքաղաքական ազդակ։ Նրանց գնահատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս քայլով ցույց է տալիս, թե տարածաշրջանում այսօր որ երկրների հետ է նախընտրում խորացնել համագործակցությունը։ G20-ի անդամ երկրները փորձագետների կարծիքով ամեն ինչի հիմքում տնտեսական շահն են առաջնային համարում։ Ինչպես եւ միշտ եղել է միջազգային տնտեսական հարաբերություններում եւ ինչն էլ հենց տնտեսական դիվանագիտության հիմքն է, բայց մենք հեռու ենք տնտեսական դիվանագիտությունից, զարգացած երկրները անուղղակիորեն նշում են կամ մեսեջ են հաղորդում, որ տարածաշրջանում տնտեսական իրենց շահերը սպասարկում է Ադրբեջանը։ Սա նաև վկայում է Վաշինգտոնի աշխարհընկալումների մասին, ասում են փորձագետները։ Նրանց դիտարկմամբ վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգները բացահայտ ներկայացնում է դիրքորոշում, ըստ որի Թուրքիան իրենց համար մեկ գործընկերն է Հարավային Կովկասում եւ նույն դերն են ուզում տալ նաեւ Մերձավոր Արևելքում, ինչին ըստ մասնագետների դեմ է Իսրայելը։ Սա քաղաքական ու աշխարհաքաղաքական ուղերձ է, հավելում են փորձագետները, որով ցույց է տրվում, թե պաշտոնական Վաշինգտոնի ներկայիս վարչակարգը ում է տարածաշրջանում գործընկեր դիտարկում։ Այսպիսով հավաքական արևմուտքը հիմնականում անուղղակիորեն հասկացնում են, որ ֆոն դեր Լայենը կամ մյուսները, որոնք խոստումներ են տալիս եւ ասում են կարող եք մեր վրա հույս դնել, այս պարագայում ոչորոշ պահերին կողք են քաշում եւ Հայաստանի Հանրապետությունը թողնում են մենակ։ Սա պետք է դաս լինի, որ Հայաստանի Հանրապետությունը իր վրա պետք է հույս դնի։ Հայաստանի տնտեսական կապերը արևմտյան երկրների հետ սահմանափակ են, իսկ արտահանումը ըստ փորձագետների չհամակարգված։ Ասում են, թե էներգակիրների արտադրության եւ փոխադրման ուղիների նկատմամբ վերահսկողությունն է աշխարհաքաղաքական գործընթացների հիմքում։ Արտահանում է երկրների էպիզոդիկ միջազգային հիմնական այդ շփումները, հիմնական զրույցը, խոսիլը դրանք էներգակիրների վերաբերյալ են։ Պատրաստները էներգակիրների եւ արտադրության եւ պաշարների եւ դրանց տեղափոխման լոգիստիկ ճանապարհների շուրջ մեր վրա խաղադրիքներ անելու խնդիր ոչուկ չունի, որովհետեւ մեր միակ նշանակությունը դա Թուրանի ճանապարհի մեր հատվածի վերցնելն է։ Իրենք շարունակում են իրենց աշխատանքները դեպի Միջին Ասիա եւ վերջ Հայաստանը այստեղ անելիք չունի։ Հայաստանը նույնիսկ 50%-անոց մասնակցություն չեն տվել մեր տարածքով անցող երթուղու հետ կապված։ Փորձագետների դիտարկմամբ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է հստակեցնի սեփական շահերը, ակտիվացնի տնտեսական դիվանագիտությունը ու միջազգային գործընկերների հետ հարաբերություններում ապավինի առաջին հերթին սեփական հնարավորություններին։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։